Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 28-ն է 2026 թվական։ Հունվարի 28, այսինքն մեր զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս, իհարկե ուղերձները թողենք պաշտոնյաներին և տարբեր տրամաչափի հրապարակային գործիչներին, շատ կարճ անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մի հատվածի և Երկրապահ կամավորների միության նախագահի խոսքից մի հատվածի և շարունակենք մեր քննարկումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ։ ՀԱՊԿ գործընկերները, ես կարճ այդ մասն եմ նայում, 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել 100 միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։ Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զորայացնելու որոշում էր կայացված։ Այսօր հասարակական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակոմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմատիի հռչակագրի հիման վրա, և մյուսն էլ, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանը սառեցրեց։ Հիմա կարճ հասկանանք ինչին է վերաբերվում։ ՀԱՊԿ-ի լոկոմոտիվը, քաշող ուժը դա Ռուսաստանն է։ Ոնց որ ՆԱՏՕ-ի պարագայում ԱՄՆ-ն։ ՀԱՊԿ-ը չի եկել մեզ օգնության, գիտենք, բայց դրանից հետո ասում են միլիոնավոր դոլարների փողը տվել ենք, զենքը չեն տվել, ով չի տվել, ՀԱՊԿ-ը։ Այդ զենքը ում հետ է իր պայմանավորվում, Ռուսաստանի։ Վախը այդ ինչ աշճանի է, կոխել, որ չես ուզում անունը տաս, թե այդ փողը տվել ես Ռուսաստանին միջպետական պայմանագրով, և Ռուսաստանը ոչ փողն է տվել, ոչ զենքն է տվել։ Ինչ ՀԱՊԿ։ Այսինքն վախենում ես ասես, որ Ռուսաստանը չի տվել։ Ու հարցը լուծվում է ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելով։ Բա Ռուսաստանը ասես եղբայրական երկիր է։ Բա Պուտինի այդ բոլոր հարցերը բարձր մակարդակով լուծվում են։ Բա խնդիրները լավ է, որ ընդհանրապես Ռուսաստանի հետ խնդիր չկա, մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը վերանայելու կամ վատացնելու բացարձակ խնդիր չունենք։ 24 ժամ Ռուսաստան գովերքելով ման եք գալիս։ Բա հետո պարզվում է, ՀԱՊԿ-ն էր այդ զենքը որ չէր տալի, թե Ռուսաստանը, և մյուսը, նաև սա է հարցը։ Ասում է, սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր իշխանությունները զորայացնելու որոշում էր կայացված։ Ով էր կայացրել։ Եղանակի տեսություն ես հաղորդում։ Տեղ-տեղ ինչ-որ բան է սպասվում։ Ով էր կայացրել զորայացնելու մեր պետականությունը վերացնելու, ինքնիշխանությունը զորայացնելու։ Ով։ Ռուսաստանը, բա սա։ Այսինքն ինչ է նշանակում, մենք Ադրբեջանի հետ խոսեցինք, Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, և Ռուսաստանը այլևս մեզ չէր ցանկանում վերացնել, որովհետև մենք Ադրբեջանի ցանկությունը տվեցինք, կատարեցինք, հա։ Բա ո՞նց է Ռուսաստանը քո ախպերը։ Բա մարդիկ ուզում են չէ՞ դա հասկանան այդ պատասխանը։ Ու նաև հարց է ծագում, բա ինչ ես սառեցրել, ինչ չես դուրս գալիս։ Եթե բացատրում ես, որ չսառեցնեինք, մեզ զենք չէին տա։
Բա հիմա որպես ինչ է սառեցրած պահում, որ մի կառույցի մեղադրում ես, որ ցանկանում էր Հայաստանը վերացած տեսնել։ Եվ հետո խնդիրը նաև որն է 2020 թվականի պատերազմի ժամանակ մենք շատ երկրների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեինք ինչի համար։ Ասում ենք, այսինչը շնորհավորեց Ադրբեջանին Արցախի հետ կապված պատերազմ հաղթելու համար։ Ու մենք վատ էինք տրամադրում, բայց երկիրը մեր գործընկերն է ոնց է շնորհավորում Ադրբեջանին։ Մինչև այսօր մարդիկ դա ասում են։ Բայց այսօր արդեն դա փոխվել է։ Ոչ թե իրանք սխալ են ասում։ Եթե քու երկրի վարչապետը եւ քու երկրի նախագահը շնորհակալություն է հայտնում Ալիևին, ոչ թե շնորհավորում է, այլ շնորհակալություն է հայտնում, որ դու սպանել ես մեր երեխաներին, որ դու մեզանից տարածք ես վերցրել։ Դու որևէ ուրիշ երկրի ո՞նց ես մեղադրում։ Այդ կարելի էր մեղադրել մինչև դա լսելը։ Դրանից հետո արդեն պետք է մեղադրես քո նման կարգի հայտարարություն անողին։ Երբ որ Պուտինն ասում էր միջազգային հանրությունը ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, մենք ասում ենք միջազգային հանրությունը նաև Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչում է Վրաստանի կազմում։ Բայց դա քեզ չխանգարեց, չէ՞։ Որ 2008 թվականի օգոստոսի 26-ին Աբխազիայի Հարավային Օսիայի անկախությունը ճանաչես։ Զորքն էլ մտցնելով պահես այդ տարածքները քո վերահսկողության տակ։ Աշխարհը միջազգային հանրությունը Մերձդնեստրը ճանաչում է Մոլդովայի կազմում։ Բայց դու ունես ռազմականացված մի հատ օբյեկտ ես սարքե, դժվար է ասել տարածք։ Որ նույնիսկ մարդիկ չգիտեն այդտեղ ինչա կատարվում, ինչա տեղի ունենում, ինչ վերահսկողություն։ Տեղյակ չեն անգամ այդտեղ բնակչություն կա, թե սաղին հանել եք մենակ զինվորական մի հատ զորանոց եք սարքել, մեծ զորանոց այդ ամբողջ տարածքում։ Բա միջազգային հանրությունը Մոլդովայի կազմում չէր ճանաչում։ Բա միջազգային հանրությունը Ղրիմը չէր ճանաչում Ուկրաինայի կազմում։ Բայց այդ նույն բաները մենք դնում ենք Պուտինի սեղանին։ Մեկ էլ պարզվում է, որ մեր վարչապետն ու նախագահը ասում են, որ ժողովուրդ ջան, Պուտինը մեղավոր չի, 91 թվականից է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ու դրանից չի բխում, որ Պուտինը սխալ չի։ Դրանից բխում է, որ մեր ղեկավարներն էլ են սխալ։ Էնպես չի, որ մեր ղեկավարները կարողացան Պուտինի ասածը պարզաջրեն, մենք էլ ասում ենք, դե լավ, որ մերոնք ասում են, ուրեմն Պուտինը ճիշտ է։ Ոչ, Պուտինը սխալ է, ես օրինակները բերեցի, որ ինքը միջազգային հանրության կարծիքի հետ հաշվի չի նստել, երբ որ Իրանն էր ձեռնտու, այլ բան անելու։ Նույն միջազգային հանրության հետ կապված ինքը ասում էր Կոսովոյի անկախությունը ինքը չէր ճանաչում, բայց Կոսովոյի անկախությունը ընդունում էր որպես նախադեպ եւ ճանաչում Աբխազիան ու Հարավային Օսիան։ Բա ասում են, դե որ նա ճանաչել ես որպես նախադեպ, բանա ինչ չէր ճանաչում, ասում է որտեղ օրինական չի։ Այսինքն Պուտինը տեղով հակասությունների շղթա է։ Բայց այդ մենք կարանք քննադատենք, որովհետև մեր իշխանություններին էլ ենք ասում, դուք էլ եք սխալ, ոչ թե Պուտինը ճիշտ է։ Բայց սա վիճակը։ Բարատ Միրզոյանը գնում է Ստրասբուրգում բացատրում է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Մեծ երկրի անունը տուր, ով է վարում։ Նիկոլ Փաշինյանի աղբեր Պուտինը։ Այդ մենք կարանք դա ասենք, որ մենք Ռուսաստանին մեղադրում ենք դրանում։ Բայց որ դուք ասում եք ոնց է ձեր եղբայրը։ Գնում եք Եվրոպայում բողոքում եք Ռուսաստանից անունը չտալով։ Մի հատ էլ պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. այսօր պետություն չէինք ունենա, եթե նաև ՀԱՊԿ-ին անդամակցությունը չսառեցնեինք։ Այսինքն մեր պետությանը վտանգ է ՀԱՊԿ-ը, պետությանը վտանգ է Ռուսաստանը, մեր պետականությունը կարող է կորցնենք Ռուսաստանի պատճառով, ու դրանից հետո մենք աղբեր ենք Ռուսաստանի հետ։ Բայց ժողովուրդը լսում է, չէ՞, ամեն ինչը։ Ասում է ձեզ եք ձեռառել, թե մեզ։ Իսկ Երկրապահ կամավորների միության նախագահ Սաքսոն Միքայելյանն ասել է.
Եռաբլուրում հանդիպման ժամանակ, որ գնացել էր լրագրողների հետ զրույցի ընթացքում, դե ինքը իշխանության ներկայացուցիչ է, այնպես չի, որ երկրապահների կամավորական միությունը դա ինքնուրույն կառույց է։ Բանակի ձևավորման ժամանակ մենք հիմքերում ենք եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ։ Մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Հետագայում նախորդ իշխանությունների ժամանակ թե ինչ եղավ, իրենց խնդիրն է։ Նրանցից հարցրեք։ Եթե մեր թշնամին 20 տարի զենք զինամթերք էր առնում ժամանակակից, ում գլխին պիտի թափեր, Սասուն Միքայելյան։ Հիմա հարց է ծագում։ Ինչ հաղթանակ եք տարել։ Բա Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում Արցախ ինչ իրավունք ունեիք զորք ուղարկեիք։ Դու տեղյակ չես։ Դու Նիկոլ Փաշինյանի ասածները չես լսել։ Նա ասում է 91 թվականից հետո Ալմատիից հետո դուք ինչ իրավունքով եք Հայաստանի զորքը ուղարկել Ադրբեջան։ Նա ասում է, որ այդ ովքեր գնացել են Արցախի համար կռվել են, նրանք սուտի հայրենասերներ են, սովետական հայրենասիրությամբ ապրած, որոնց նպատակն է եղել գնալ հայկական զորքը մտցնել Ադրբեջան, որպեսզի վերացնել հայոց պետականությունը։ Ինքը այդքանի մեջ նշել է նաև Վազգեն Սարգսյանին, հիմնական ամենաառանցքային դերակատարություն ունեցողը, չէ՞ Արցախի պատերազմում։ Բա հարց է ծագում, որ փայլուն հաղթանակն ես ասում, եթե Նիկոլ Փաշինյանը այդ հաղթանակը համարում է օկուպացիա։ Որոշեք։ Մենք գիտենք, որ դա հաղթանակ է։ Բայց դու որոշի, բա դու ում հետ ես, եթե դա հաղթանակ է։ Դու չես կարող համ Վազգեն Սարգսյանի հետ ելնես, համ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Նիկոլ Փաշինյանին Վազգեն Սարգսյանին օկուպանտ է համարում։ Կողմնորոշվեք, ժողովուրդ ջան։ Կամ որ ասպես 20 տարի նախկինները զենք զինամթերք էին առնում ժամանակակից, ում գլխին պիտի թափեր։ 20 տարվա մեջ 20 հատ առնվազն հարցազրույց կոնկրետ այդ թեմայի կարամ հանեմ, որոնք տպագրված են, որ Ադրբեջանը զինվում է, ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, ուղղ թե շուտ հարաբերակցությունը փոխվելուց հետո սկսելու է պատերազմ։ Այս մի հատ կատարել դիվերսիոն ներթափանցման փորձ, սա ուղղակի ստուգում է մեր զգոնությունը, մեր պաշտպանունակությունը եւ այլ, ես կարամ հանեմ, բա Սասուն Միքայելյան ինչ կարա հանի։ Ինչա թալանե նախկինների օրոք։ Բա դու նախկինների օրոք ինչով էիր զբաղված։ Թալանով։ Մենք մեղադրում ենք քեզ էլ նախկիններին էլ։ Բա դու ոնց ես նախկիններին մեղադրում։ Դու նախկին էիր դու հենց։ Դու են պատերազմի շնորհիվ, որի շնորհիվ, որ դու գնացել ես քո անգրագետ հալով պաշտոններ ես զբաղացրել, այդ պատերազմը Նիկոլ Փաշինյանն ասում է հանցագործ պատերազմ էր Հայաստանի պետականության դեմ։ Բա մեկի ծպտունը դուս եկել է պատասխանը տակ։ Բա տվեք։ Ասեք էդ ում ես ասում։ Մենք ենք սուտի հայրենասեր, որ գնացել ենք, կռվել ենք, որպեսզի Հայաստանը վերանա։ Ձեզ ասում են դուք Հայաստանի վերացնելու համար եք կռվել։ Դուք ինչ եք խոսում։ Սասուն Միքայելյանը միակը չի, որ հիշում է Վազգեն Սարգսյանին, բայց եւ նաեւ կուլ է տալիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախում կռվողների հասցեին։ Դե հո չեն կարած են հանեն։ Նիկոլ Փաշինյանն իրաց բիզնեսը կփակի։ Վազգեն Սարգսյանը այսօր չի կարող իրաց բիզնեսին տեր կանգնի։ Պարզա որ պիտի հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին ելնեն, աչահամբուր է, բա ինչ կա չհասկանալու։ Այդ մենք կարող ունենանք հակասական կարծիք Վազգեն Սարգսյանի մասին, նրա արած սխալներն էլ, լավ բաներն էլ։ Չմոռանանք նաև 96 թվականին տանկերը Երևան մտցնելն էլ ու շատ բաներ։ Այդ մենք կարող ենք օբյեկտիվ գնահատական տալ, լավին էլ, վատին էլ։ Բա դուք Վազգեն Սարգսյանի հետ հաղթել եք, Նիկոլ Փաշինյանի հետ հաղթանակը համարում եք օկուպացիա։ Այդ է ձեր բալանսավորված քաղաքականությունն է, հա։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը Վլադիմիր Սալավյովի հաղորդման ժամանակ հայտարարել է. մենք պիտի լրջորեն վերաիմաստավորենք մեր քաղաքականությունը հետխորհրդային տարածաշրջանում։ Մենք երես ենք տվել այդ պետությունների։ Կարող եմ մտածեք, լավ, դե ինքը ով է, որ նրան էլ անդրադառնանք։ Ոչ,
Նա համապետական ալիքով խոսում է Սալավյովի հաղորդման ժամանակ, որը ամենամեծ տարածվածությունն ունի Ռուսաստանի տարածքում։ Իսկ այդ մարդիկ ուրիշ ինֆորմացիայի աղբյուր չունեն։ Այդ մարդիկ լսում են այս մարդկանց կարծիք ու ասում են այ մարդ դե ճիշտ են ասում էլի։ Այս շատ են երես առել այս երկրները։ Բա մենք մի հատ չհասկանանք, մեր նկատմամբ ինչ կարծիք են սրում մեր դեմ։ Իրանց հասարակությանը ոնց են մեր դեմ տրամադրում։ Ռուսաստանը պարտավոր է բոլորին, բայց Ռուսաստանին ոչ ոք։ Սա փակուղային իրավիճակ է, դա թույլ է տալիս հետխորհրդային պետություններին անընդհատ շանտաժի ենթարկել մեզ։ Այսպես թե այնպես մենք մի շարք խնդիրներ ենք լուծում նրանց փոխարեն։ Միխեևը նշել է, որ նման տոնայնությունը հանգեցրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակին։ Ու նորից վերադառնանք սրան։ Հետխորհրդային մենք երես ենք տվել այդ պետություններին։ Բայց հարց է ծագում, ով պետք է այս երիտասարդի ղեկավարների պատասխանի, պարտադիր չի իրան պատասխանեք։ Իրան կարամ ես փաստարկված պատասխանն ասեմ, որը դուք հաստիագրեք իրանց ղեկավարությանը։ Ում եք երես տվել։ Խորհրդային միությունը ով է փլուզել։ Դուք եք փլուզել խորհրդային միությունը, ում վրա եք մուննատ գալի։ Ասում եք Ռուսաստանը դա խորհրդային միությունն է։ Անունը ուրիշ է եղել։ Այո, դուք մեր կազմում եք եղել, ասում եք սխալվում ես, երիտասարդ։ Եթե Ռուսաստանը դա նույն խորհրդային միությունն է։ 1990 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ հանրապետությունը, նրանց ժողովրդական падգամավորների ժողովը, բա ինչ հռչակագիր տարածեց, ընդունեց հռչակագիր, պետական ինքնիշխանության մասին հռչակագիր, ումից էր տարանջատվում ՌՍՖՍՌ-ը, խորհրդային միությունից։ Այսինքն ինքը առաջինն է ընդունել, որ խորհրդային միությունը եւ Ռուսաստանը դա նույնը չի։ Խորհրդային միությունից ինքը ցանկանում է դուրս գալ, հռչակում է իր ինքնիշխանությունը, հռչակում է ավելի շուտ, քան օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրն է եղել Հայաստանի Հանրապետության։ Դուք ո՞նց կարաք Հայաստանին մեղադրեք։ Այ անգրագետներ։ Թե ձեզ պատասխանող չկա։ Բա որ դու նույնն էր։ Դուք ձեր մեջից էիք դուս եկել։ Դուք ձեզանից անկախացել էիք։ Բայց անդերը տպածա, չէ։ Ու ի վերջո, այդ անկախությունը, որ դուք հռչակել էիք, դրանից հետո դուք չեք գնացել 91 թվականի մարտի 17-ին արել հանրաքվե ի պաշտպանություն խորհրդային միության։ Հայաստանը դրան չի մասնակցել, որտեղ Հայաստանը հետևողական է եղել։ Անկախության հռչակագիր ունեցող Հայաստանը չէր կարող մասնակցել։ Բայց դուք մասնակցել եք։ Ունենալով ինքնիշխանության հռչակագիր, գնացել եք, ասել եք, ցանկանում եք խորհրդային միությունը պահպանել, ասել եք այո, 70%-ից էլ ավել ձայն եք տվել։ Որից հետո հանրաքվեի մեջ գրածը հաջորդ հանրաքվեն կարելի է անել ոչ շուտ քան 10 տարի հետո։ Այսինքն սա վերջնական որոշումը ժողովրդի ընտրությունն է։ Բա դուք ո՞նց գնացիք մարտի 17-ին հայտարարեցիք, որ ժողովուրդը ուզում է ԽՍՀՄ պահպանել, դեկտեմբերի 7-ին գնացիք Բելավեջսկայա Պուշչայում, խորհրդային միությունը լուծարեցիք։ Ձեր արած քայլը անօրինական էր։ Համեզօգուտ էր մեր անկախացանք։ Բայց ձեր արած քայլը անօրինական էր։ Հետո էլ կանգնեցիք, ասեք, մենք լուծարել ենք, որպեսզի հաջողանանք արևմուտքին, դա Պուտինն էլ է ասել, առանց անհարմար զգալու, գեդինը մտնելու ավելի ճիշտ։ Ասում է, բա ուզում ենք հաջողանայինք, այն էլ իրանք մեզ չգնահատեցին, մեր այդ ընկերություն չարեցին։ Դուք եք լուծարել խորհրդային միությունը, մենք ո՞նց ենք երես առել։ Կիսա առաջի դեպքն է։ Մի օր կանգնում եք, ասում եք, մենք ցարական Ռուսաստանի ժառանգորդն ենք։ Բայց ցարական Ռուսաստանից հեղափոխություն արեցիք, սովետական միություն ստեղծեցիք։ Հեղափոխությունը իհարկե 17 թվին արեցիք, բայց կազմավորեցիք 22 թվին, կամած գրավում էիք։ Բայց ցարական Ռուսաստանի տարածքներից ինչի հրաժարվեցիք։ Դուք հրաժարվեցիք, ով ձեր ձեռից խլեց։ Հիմա կայնում ասում եք, բա Ֆինլանդիան մեր կազմը, մեր Լեհաստանը մեր կազմը, ով տվեց այդ Ֆինլանդիան ու Լեհաստանը։ Դուք չեք հրաժարվել, որտե չեք կարողացել պահել։ Դուք չեք կարողացել մի բան պահել, հետո գնացել եք մի ուրիշ բան գրավել եք։ Ասում եք, սա մերն է, նայել է մերը։ Բայց ինչի թողեցիք, որը ձերն էր։
Բայց սրանցով է պատասխան տալու։ Բայց այսպես է կանոն, որ երկրում էլ մեր ընտրական պրոցեսում այս թեմաները դառնում է ամենաարդիականը։ Ռուսամետ իշխանությունը կռվում է ռուսամետ ընդդիմության հետ։ Մենք եթե նստենք նայենք, թե ով է հաղթելու։ Գիտեք հարցը որն է, որ մի հատ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկելով Լեհաստանի նախագահ Կարլ Նավրոտսկիին վերընթերցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հոդվածը հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը պահպանելու պատասխանատվության մասին, հայտարարել է. Լեհաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների եւ երրորդ ռեյխի միջև եղած կապերի մասին։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Լեհաստանի նախագահ Նավրոտսկին ելույթ ունենալով Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի թանգարանում Հոլոկոստի միջազգային հիշատակի օրը տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ կրկին կոպտորեն խեղաթյուրել է նախապատերազմական պատմությունը, կրկնել է այն կեղծ պնդումը, որ Խորհրդային Միությունն է պատասխանատու երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար եւ այլ այսպիսի բաներ։ Ինչի մասին է խոսքը։ Լեհաստանը համագործակցել է Գերմանիայի հետ։ Բայց Գերմանիան պարտված Գերմանիան Վերսալի պայմանագրով։ Բայց 19 թվականից հետո 39 թվականին ոնց երկրորդ համաշխարհային պատերազմ սկսեց։ Բայց այդքան սահմանափակումների պարագայում Գերմանիան ոնց զինվեց աշխարհը չնկատեց։ Կարող է պատահաբար դուք էլ ներկայացնեք, որ այդ տարիների ընթացքում Գերմանիան իր ավիացիան, իր տեխնիկան, իր ամեն ինչը կատարելագործում էր ու արտադրում էր Խորհրդային Միության տարածքում։ Հա, Խորհրդային Միությունն էլ էր դրանից օգտվում, բան էր սովորում։ Բայց դուք չիմացաք ոնց եղավ, որ Գերմանիան շատ պատահաբար Եվրոպային հանկարծակի բերելով այդքան կարողացավ իր բանակը հզորացնել, որ 20 տարի հետո երկրորդ համաշխարհային պատերազմ սկսեր։ Դուք եք խոսում Գերմանիայի հետ ուրիշների համագործակցության մասին։ Լայել չասենք 39 թվականի օգոստոսի 23 Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը 10 տարով չհարձակման, որի գաղտնի փաստաթղթով դուք պայմանավորվել եք Լեհաստանը կիսեք, դուք դառնաք հարևան, Լեհաստանը վերանա։ Գերմանիան մտավ սեպտեմբերի 1-ին Լեհաստան, դուք էլ մտաք սեպտեմբերի 17-ին Լեհաստան։ Բայց հետո ոնց եղավ, որ գերմանացին 41 թվին հարձակվեց, բերել էր ամբողջ զորքը կենտրոնացրել էր Խորհրդային Միության սահմանին։ Եվ որտեվ այս կողմից նա էր վերցնում, այս կողմից դուք էիք վերցնում։ Գնացիք դառաք հարևան։ Բա ով դա արեց։ Այդ բուֆերային պետություններն ինչ էիք հավաքում, որտեղ աղբերություն էր Գերմանիայի հետ։ Հո չէիք մտածում, որ Գերմանիան պիտի ձեր վրա հարձակվի։ Դուք եք ուրիշին մեղադրում։ Գնացել եք Լեհաստանն օկուպացրել եք, դուք հիմա Լեհաստանին մեղադրում եք Գերմանիայի հետ համագործակցել։ Ժորժ ջան, այս մարդկանց մակարդակը սա է։ Ամենօրյա ռեժիմով այս մարդկանց պետք է փաստարկված պատասխանել։ Ու սա չի վերաբերվում Լեհաստանին։ Սա վերաբերում է այն անբարոյականությանը, որ դուք Լեհաստանին մեղադրում եք Գերմանիայի հետ աշխատելու հարցում։ Համենայն դեպս գոնե 1970 թվականի դեկտեմբերի 7-ին Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանտը եկավ Լեհաստանում արձանի դիմաց հենց ծնկի իջավ, որ շատ զարմանալի էր շատերի համար եւ ներողություն խնդրեց հրյաներից։ Զարմանալի էր, որտեղ նախապես դա ծրագրավորված չէր։ Ընդհանրապես որևէ մեկը դրան չէր սպասում։ Բայց դուք ինչ եք արել։ Ձեր արածների համար որևէ անգամ զղջացել եք։ Իսկ հիմա նայենք նաև այլ զարգացումները, որը որ նաև մեր շրջապատում, մեր տիրույթում է կատարում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. Իսրայելը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը Գազայի հատվածում եւ տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի, մինչեւ արմատական իսլամիստական Համաս շարժումը չապառազմականացվի եւ լիովին չզինաթափվի։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև միջերկրական ծով ընկած ամբողջ տարածքի, այդ թվում Գազայի հատվածի նկատմամբ։ Այսինքն այդ բոլոր տարածքները, որը ինքը վերցրել է պետության հիմնադրման 1947 թվականի նոյեմբերի 29-ից հետո, ոնց որ ասենք այն ժամանակ ՄԱԿ-ը որոշեց 14.1 քառակուսի կիլոմետր, հիմա համարյա 22.1-ը, ինքը համարում է, որ մի բան էլ ավել, Գազան էլ էլի Իրանն է, իր վերահսկողության տակ, այսինքն չի վերանայում
որևէ հարց չի քննարկում։ Ես արդեն լսում եմ հայտարարություններ, որ մենք թույլ կտանք Գազայի վերակառուցում ապառազմականացումից առաջ։ Դա տեղի չի ունենա։ Ես լսել եմ, որ մենք պատրաստում ենք թուրք և կատարցի զինվորականների տեղափոխել Գազա։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ ես թույլ կտամ Պաղեստին պետության ստեղծումը Գազայում, դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա, հայտարարել է Նեթանյահուն։ Այսինքն խաղաղության պայմանագիրը, ներողություն, խաղաղության խորհուրդը, որը Դոնալդ Տրամպը ստեղծել է Գազայի հարցը կարգավորելու, ինչպես տեսնում եք, կատեգորիկ կերպով Իսրայելը կանգնում ասում, որ այս բաները ես թույլ չեմ տա, ես թույլ չեմ տա։ Այսինքն Ամերիկա այդ խորհուրդ է ստեղծում, բաներ է անում, չգիտես, մարդկանց է ներգրավում, ոնց ասենք, տենց հալնելու։ Էսա վիճակը, ժողովուրդ ջան։ Ու այնպես չի, որ մենք ասում ենք Իսրայելը լավ է ասում կամ վատ է ասում։ Մենք ասում ենք, մենք պետք է հաշվի նստենք այդ փաստի հետ, որովհետև Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Ադրբեջան ջերմ հարաբերություններ, Իսրայել-Իրան կոնֆլիկտ, արդյունքում մենք փաստի առաջ ենք կանգնում, որովհետև մենք էլ ուզում ենք Ամերիկայի հետ լավ լինենք։ Իսկ տեսնում ենք Ամերիկայի հարաբերությունները Իսրայելի հետ ոնց է։ Ու մենք տեսնում ենք, որ նույնիսկ ինքը կարա իրան թույլ տա, ասի, այդ ինչ է կարգավորում, ես դեմ եմ ու վերջ։ Ես սա է ինչ որտեղ նաև, որ շատերը հասկացան, որ իրավիճակը փոխվում։ Բայց չգիտես ինչի Հայաստանում այդ ամեն ինչին ուշադրություն դարձնող չկա, դե այդ գործից հասկացող չկա, դրա համար մտածում են ինչի խոսանք մի բանից, որից չենք հասկանում։ Բայց արդյունքում դա մեր շուրջ է կատարվում, չէ՞։ Սլովակիայի կառավարությունը որոշել է չմիանալ խաղաղության խորհրդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի առաջարկով։ Սլովակիայի Հանրապետությունը կաջակցի բոլոր խաղաղ նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել կայունությանը և միևնույն ժամանակ չեն հակասում այդ կանոններին, որոնք 1945 թվականի ՄԱԿ-ի կանոնադրության ոգով օգնեցին մեզ խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից, երկու համաշխարհային պատերազմների սարսափից հետո, նշել է Սլովակիայի նախարարների կաբինետը։ Միևնույն ժամանակ կառավարությունը կարծում է, որ միջազգային իրավունքի ոլորտում բոլոր նոր նախաձեռնությունները պետք է ուշադիր գնահատվեն, այդ թվում Բրատիսլավայի համար ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության տեսանկյունից։ Նախ մոռացա ուղղակի մի բան էլ ասեմ, այն որ Իսրայելը կատեգորիկ կանգնում ասում է Պաղեստին պետություն չի ստեղծվելու, դրա հետ կապված Հայաստանը դե ճանաչել է Պաղեստինը որպես պետություն, դիվանագիտական հարաբերություններ եւ այլ, շատ երկրներ են ճանաչել, նաեւ եվրոպական, բայց ասել են, որ դա իրատեսական չի լինելու դա, որովհետեւ գոնե ճանաչելու համար, որ պետությունը ճանաչեն, դրա համար պետքա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները համաձայնելու, իսկ Միացյալ Նահանգները համաձայն չի։ Բացի դրանից, այսօր եթե ճանաչես, ճանաչում ես փաստացի։ Դե ինչով կաս դրանով ես մտնում։ Այսօր իրականում Պաղեստինը 6000 քառակուսի կիլոմետր է։ Այդ թվում նաև սեկտոր Գազայի հետ, որ տենում եք ոտատակա տված։ Այնտեղ սեկտոր Գազայում Պաղեստինի կառավարում է իրականացնում։ Բայց եթե այսօր կանգնի ինքը ասի ես համաձայն եմ, ուզում եմ անկախանամ։ Այսօր որ անկախացնեն, ո՞նց են անկախացնելու։ Հին որոշումով 19000 քառակուսի կիլոմետրով, թե նոր փաստացիով 6000-ով, 10900 քառակուսի կիլոմետրը տրամաբանությունը այսպիսին էր, Պաղեստին աշխարհագրական տարածքը 25000 քառակուսի կիլոմետր, այս արաբներին, այս հրյաներին, այս էլ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, բայց երկու պետությունն էլ կոմունիկացիոն հնարավորություն ունենային արտաքին աշխարհի հետ։ Այսօր Պաղեստինը այլևս այդ հնարավորությունը չունի։ Նա պետություն ստեղծի, իրար մեջով չեն կարալու գնանու գան, որտեղ այդ պետությունը նորմալ սահման չի ունենալու։ Բայց սրա մասին ենք ասում, որ դա իրատեսական չի։ Ճանաչեցիր, հետո ինչ։ Բայց արդյունքում դու Պաղեստինին ես ճանաչում, ինքը քեզ դատապարտում է, թե ինչ է Ադրբեջանին չես բերում, քու տարածք։ Ինչ է շահում նրան ճանաչելով։ Ինչ տվեց դա քեզ։ Իրանին պաշտպանեցիր, Պաղեստինին պաշտպանեցիր, արդյունքում երկուսն էլ քեզ դատապարտեցին։ Սլովակիայի հետ կապված էր, հիմա ինչի եմ ես սա ասում, որ նաև ուշադրություն դարձնեք։ Սլովակիան, Ռոբերտ Ֆիցոն, դա ոնց որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, դրանք երկու տիրոջ ծառա են։ Մի տերը
Պուտինն է, միտերը Տրամպը։ Նա ինչ եվրոպական պետություն։ Այդ երկու տիրոջ ծառաները ինչ հլնի մտածում են Ռուսաստանի մասին, մտածում են Ամերիկայի մասին, ինչ իրանք ասեն, որ իրանք անեն։ Նույնիսկ պատրաստում են դատի տալ Եվրամիությանը, որ դու ոնց ես արգելել, որ մենք գազը 27 թվականին դադարացնենք, կամ մենք ինչի պիտի նավթը դադարացնենք, մենք Ռուսաստանի հետ լավ ենք, դա մեր նշանակությունն եւ այլ եւ այլ։ Հենց նոր իրան արգելում են, ասում են գազ չես ստանալ Ռուսաստանից, Եվրոպան, ինքը պատրաստում է դատի տալ։ Մեկ էլ չգիտես ինչի չի միանում Տրամպին։ Էն էլ լամ երկու օր սպասում է նոր ասում ես մասին։ Սկզբից չի միացել, բայց հիմա հայտարարությամբ ասում է, որ չենք միանալու, հավատարիմ ենք ՄԱԿ-ին։ Ինչի համար, որտեվ իրանք ոչ թե ասին Եվրոպա դե քույնադու հիմա միանում ենք Տրամպին, այլ հասկացան, որ Տրամպին միանալը այս խաղաղության խորհրդին խայտառակություն է։ Անգամ Ֆիցոն չի ուզում խայտառակվի ժողովուրդ։ Սա ասում եմ նրա համար, որ որոշ մարդիկ լրջագույն հաղթանակ էին համարում մեր միանալը դրան։ Հետո հասկացան, որ հաղթանակ չի, ասում են, բա ճարն ինչ էր։ Բա դա ենք ասում էլի։ Բա եթե ճարն ինչ էր, ո՞նց եք հաղթանակ համարում։ Բայց հիմա շարունակությունը, այս ո՞նց եղավ, որ Ֆիցոն սենց փոխվեց։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության առաջնորդներին ասել է, որ Դոնալդ Տրամպի հետ իր հանդիպումը ցնցել է իրեն, ԱՄՆ նախագահի հոգեվիճակի հետ կապված։ Ռոբերտ Ֆիցոն, որը Եվրամիության սակավաթիվ առաջնորդներից է, որը հաճախ է աջակցել Տրամպի դիրքորոշմանը, Եվրոպայի թույլ կողմերի վերաբերյալ մտահոգված է ԱՄՆ նախագահի հոգեվիճակով։ Ֆիցոն օգտագործել է վտանգավոր բառը, նկարագրելով ԱՄՆ նախագահի վարքագիծը հունվարի 17-ին, մի քանի օր առաջ։ Թրամփի կալվածքում կայացած նրանց անձնական հանդիպման ժամանակ Սլովակիա վարչապետն իր նկատառումները հայտնել է Եվրամիության մի քանի առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին ոչ պաշտոնական հանդիպման, այլ ոչ թե պաշտոնական կլոր սեղանի շուրջ քննարկումների ժամանակ։ Ֆիցոն ոչ պաշտոնական բան է ասել, դրան սպիտակ տունը պաշտոնապես արձագանքում է։ Ասում է սպիտակ տունն արձագանքել է այս տեղեկատվությանը։ Սա լրիվ ֆեյք լուր է անանուն եվրոպացի դիվանագետներից, որոնք փորձում են մնալ ակտուալ։ Մարալագոյում կայացած հանդիպումը դրական եւ արդյունավետ է եղել, ասել է սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելին։ Այսինքն Ֆիցոն ասում է, սենց բան եմ ասում Տրամպի հետ կապված։ Ամերիկայից ասում են Տրամպի հետ կապված տես բան չկա, այդ հանդիպումը լավ է անցել։ Ընկեր Ֆիցոնը ասե։ Ֆիցոն պետք է հերքի, ոչ թե դուք։ Դուք ի՞նչն եք հերքում։ Կարող է Տրամպը Ֆիցոյից գոհ էր, Ֆիցոն Տրամպից գոհ չէր։ Դուք ի՞նչն եք հերքում։ Սպասեք գոնե այդ մարդը վախվորած հերքի էլի։ Բայց այնքան եք դուք դա արժանահավատ համարել, որ սպիտակ տունը պաշտոնապես արձագանքել է այդ ֆեյք լուրերին։ Ֆեյք լուրին դու ինչի՞ պետք է պաշտոնապես արձագանքես։ Դա նշանակում է, որ հասկանում ես, որ դա մարդիկ ընդունել են, որ դա այդպես էլ կա։ Բա հիմա հասկացաք ինչի համար Սլովակիան չի միանում, կյանքը չի կապում Տրամպի հետ, ասում է այսօր կա, եկուտ չկա։ Իսկ մեզ այսօր ասում են հավերժ, իմացեք, որ ես 49 տարով տալիս ենք Տրամպին այս ճանապարհը, իմացեք ամեն ինչ լավ է ալնելու։ Ասում ենք լավ, որ լավ լինի, շատ լավ կլինի, բայց մտավախություններ ունենք, դրա մասին ենք ասում։ Իսկ հիմա նայենք աշխարհում նաև ինչա կատարվում։ Նայեցիք, որ Եվրամիությունը ինչպիսի աննախադեպ փաստաթուղթ ստորագրեց Հնդկաստանի հետ։ Նաև տեսնում ենք ինչ ակտիվություն Չինաստան Եվրամիություն։ Հիմա հաջորդ քայլը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը առաջին այցն է կատարել Չինաստան 2018 թվականից ի վեր, նշելով, որ այս ուղևորությունը նպատակ ունի ամրապնդելու կապերը Պեկինի հետ, երբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ավելի անկայուն են դառնում։ Դուք պատկերացնում եք, որ սա ապտակ է Դոնալդ Տրամպին։ Քո ամենասերտ դաշնակիցը եվրոպական, որ անգամ Եվրամիությունից դուրս եկավ 16 թվականին, չնայած դուրս եկավ դեռ Տրամպի հետ չկապենք այդ Brexit-ը, բայց Տրամպի ամբողջ պաշտոնավարման ընթացքում էր Brexit-ի process-ը։ Այդ Մեծ Բրիտանիան, որ ասում էր Եվրոպայում Ամերիկայի ներկայացուցիչն եմ, հիմա այսօր կայանում ասում Ամերիկան իրան լավ չի պահում, սպասեք մի հատ գնանք Չինաստանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, եւ սա Մեծ Բրիտանիան է, ժողովուրդ ջան։
Սթարմերը, ով երկրի եւ ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչների քննադատության առիթ է դարձել Չինաստանի հետ իր քաղաքականության պատճառով, ընդգծել է, որ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության հետ գործակցելիս Բրիտանիան պետք է նաեւ զգոն մնա հնարավոր անվտանգության սպառնալիքների առնչությամբ։ Սթարմերը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ վարչապետի հետ։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, գնալով ավելի է լարվում իրավիճակը։ Ու դա էլ մեր հարևանն է, ու հասկանում ենք այս պրոցեսները ինչա կատարվում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է. տարածաշրջանի առումով Թեհրանը ձգտում է զարգացնել բարեկամական հարաբերություններ եւ ընդլայնել համագործակցությունը իսլամական երկրների հետ, հիմնվելով իսլամական եղբայրության սկզբունքների վրա։ Այս մարդիկ իսլամական եղբայրությունը դրել են առաջին կետում։ Ես ուզում եմ իմանամ, մենք հասկացանք, կարող է մեր իշխանությունները արդեն իրանց ներսում իսլամը ընդունել են, աչքն էլ համբուրել են, դեմներն էլ չոքել են։ Այդ գիտենք, հիմա էլ կարող է տներեմ նամազել են անում, բայց դա մեզ ինչով է վերաբերվում։ Դուք արտաքին քաղաքականություն եք կառուցում, այս մարդիկ ասում են, մենք իսլամական համերաշխությամբ պետք է մեր խնդիրները լուծենք մեր տարածաշրջանում։ Այս մարդիկ մեզ տարանջատում են, զոռով ուզում եք գնաք մտնեք տակները։ Էն էլ մտնելով հակասության մեջ եք մտնում մյուսների հետ։ Ոչ նրանց հետ եք, ոչ նրանց հետ։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն ընդգծել է, որ իր երկիրն անընդունելի է համարում Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն, սպառնալիք կամ լարվածությունը սրելու փորձ։ Թագաժառանգը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը համագործակցել Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ երկարատև խաղաղության եւ կայուն անվտանգություն հաստատելու համար։ Այսինքն սա էլ արաբական երկրները պաշտպանում են Իրանի տեսակետը։ Բայց Ամերիկան հստակ ասում է, խփելու է։ Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը, որը շատ լավ էլ հարաբերություններ ունի Ամերիկայի հետ, ինչ է ասում, սխալ է հարձակվել Իրանի վրա, սխալ է պատերազմը նորից սկսել է Իրանը, պատրաստ է նորից բանակցել միջուկային ծրագրի շուրջ։ Իմ խորհուրդն է ամերիկացի ընկերներին փակել փաստաթղթերը մեկ առ մեկ իրանցիների հետ, սկսեք միջուկայինից փակեք այն եւ մի բացեք այն որպես փաթեթ։ Եթե դրանք փաթեթով դնեք մեր իրանցի ընկերների համար, շատ դժվար կլինի յուրացնել այն եւ անցնել դրա միջով։ Դա կարող է նրանց համար նվաստացուցիչ թվալ եւ դժվար բացատրելի ղեկավարությանը, եթե մենք կարողանանք իրավիճակն ավելի հանդուրժելի դարձնել։ Դա կօգնի, նշել է Ֆիդանը։ Սա էլ նրա պատասխանը։ Հիմա բայց նայենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից մենք ինչ ենք լսում։ Իսրայելից դե լսել ենք, որ իրանք պատրաստվում են մի քանի օր հետո հարվածի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան։ Այն շարժում է արագ, մեծ ուժով, ոգևորությամբ եւ նպատակասլացությամբ։ Այն ավելի մեծ նավատորմ է, քան Վենեսուելա ուղարկածը, որը գլխավորում է հսկա Աբրահամ Լինկոլն ավիակիրը։ Ինչպես Վենեսուելայի դեպքում այն պատրաստ է ցանկանում է եւ ունակ է արագ կատարել առաքելությունը։ Անհրաժեշտության դեպքում արագությամբ եւ բռնությամբ։ Հուսով եմ Իրանը արագ կգա բանակցությունների սեղանի շուրջ եւ կբանակցի արդար եւ հավասար համաձայնագրի շուրջ։ Ոչ միջուկային զենքին, որը լավ կլինի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է, դա իսկապես էական է, ինչպես ես արդեն մեկ անգամ ասել եմ, Իրանին կնքեք գործարք։ Նրանք չարեցին դա եւ տեղի ունեցավ կեսգիշերային մուրջ գործողությունն Իրանի խոշոր ոչնչացումը։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի։ Մի թողեք, որ դա կրկնվի, նշել է Թրամփը։ Սա է մթնոլորտը այն Ամերիկայի, որը ուզում է մեր մոտով գիծ անցկացնի եւ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է մեր անվտանգության երաշխիքը թրիփն է։ Այն դեպքում, երբ որ անվտանգության երաշխիք թրիփով մեզ ոչ մեկը չի տվել, զորքել չի մտնելու Ամերիկան։ Իդեպ նաև տարածում են, որ Ամերիկան մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթի հոսքը դեպի Չինաստան, եւ իրանական նավթի հոսքը դեպի Չինաստան, եւ Իրանի միջոցով Ռուսաստանից վերային նավատորմի խնդիրներ։ Այսինքն սա նավթի հետ կապված կարգավորման նաև խնդիրներ է։ Ու դրա համար մենք շատ տագնապով այո սպասում ենք, տեսնենք ինչա կատարվում։ Բայց դա չի կարող մեզ չառնչվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Այսինքն նա էլ ասում է Տրամփն ասում է եկեք բանակցություն կնքեք, դուք ինքներդ մանեք եկեք որ մեր հետ բանակցեք եւ այլ, ասում է տենց բան չկա։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է վերջին օրերին իմ եւ Ուիտկոֆի միջև որևէ շփում չի եղել եւ մեզանից բանակցությունների որևէ խնդրանք չի եղել։ Մեր դիրքորոշումը հստակ է, բանակցությունները չեն ուղեկցվում սպառնալիքներով եւ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այլևս սպառնալիքներ եւ չափազանց պահանջներ չլինեն։ Հիմա դուք պատկերացրեցիք այս մթնոլորտը, այս վիճակը, ես ուզում եմ մենք այս ամեն ինչը հաշվի առնենք, որովհետև հիմա դուք այս պայթյունավտանգ վիճակում տեսնում եք Հայաստանի օրակարգը, ինչպիսին է այս ամեն ինչի հետ կապված։ Շատ հարցեր կա, դրանց էլ ուզում անդրադառնամ, բայց դրանց էլ կանդրադառնանք վաղը, որովհետև իրոք շատ կարևոր հարցեր են այս ամեն ինչի ինչ որ կատարվում է, ու այս ամեն ինչը նաև մեր մոտ սրվելու է նաև առաջիկա ընտրությունների հետ կապված, պատկերացնում եք արտաքին միջամտությունը, պատկերացնում եք ներքին պրոցեսները եւ այդ ներքին պրոցեսները, որ ցանկանալու են այնպես անել, որ արտաքին աջակցությամբ Հայաստանում իրավիճակ փոխվի։ Հիմա դուք նաև մտածում եք, որ Հայաստանը մտածում է Եվրոպայից դիտորդներ բերենք, որպեսի մենք մեզ ապահովագրենք, որպեսի հանկարծ Ռուսաստան չտանեն Հայաստանը, բայց Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ լավ էլ համագործակցում է, վաղը մյուս օրը Թրամփը առևտրի նստի Պուտինի հետ, կարող ասի Հայաստանը քեզ։ Բայց այդ դեպքում ինչ ենք անելու, երբ որ մենք ոչ մի քայլ չարեցինք դեպի Եվրոպա գնալու։ Եվրոպա տվեք մեզ դիտորդ, բայց մենք գնում ենք միանում ենք Թրամփին խաղաղության գործընթացին։ Բայց դրա հետ կապված էլ վաղը մյուս օրը այնպիսի բաներ ենք անում, որ Եվրոպան դրան չի միանում։ Եվ Եվրոպան նախապատրաստում է իր անվտանգության խնդիրները լուծել անգամ եւ մտածում է ոնց կարողանա իր խնդիրները լուծի, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լարվածությունը, ինչպես տեսնում եք, սրվում է։ Այդ պատկերացնում եք մեր անելիքը եւ պատկերացրեք մեր իշխանության երկրի ներսում կատարվող process-ներին, այս ժողովրդին ինչ պատասխան են տալու, ինչ է կատարվում։ Կարելի է ասել ընդդիմությունը բան ունի ասելու, այն նույնն էլ նրանք են էլ, բայց սա մեր վիճակը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։